Board of Peace-ը նոր ինչ-որ խաղաղության հարթակ ասենք թե, հա, կամ խումբ այդպիսի մի բան է սարքել, որը թվում էր թե բոլորին, որ սա ՄԱԿ-ի մրցակից ինչ-որ բան պիտի դառնա։ Քանի որ ՄԱԿ-ում շատ ղալախ-պալախ կա, այնտեղ շատերն են վետոներ դնում, ես ինքս ինձ եմ սարքում։ Եվ հրավերներ էր ուղարկել տարբեր երկրների, որ սրանք միանան։ Մի անգամից մի քանի երկիր ասացին չէ, հատկապես եվրոպական երկրներ, այնտեղ օրինակ Գերմանիան եւ Դանիան եւ այլն։ Որոշները իսկապես մտան, ով էր ասելու Սլովենիան պիասեր չէ մտնելու կամ չգիտեմ այնտեղ ով, հա, դրանք իհարկե գծվեցին մտան։ Հայաստանը մտավ, հրավերներ եկել, Ադրբեջանը ավելի առաջ գծվեց։ Այդտեղ հենց Դավոսում եկել էր Եգիպտոսի պրեզիդենտը, նա էլ շատ sense ուրախ, շատ sense գովեսներով խոսալուց հետո, հազար անգամ շնորհակալություն ասելուց հետո իրենց օգնության համար, որ Ամերիկան տալիս է Եգիպտոսի տարբեր ծրագրերով, եւ իսկապես տալիս է, չտա երևի Եգիպտոսը սովից կմահանա, որտեղ հացի փող այնտեղ Ամերիկան է տալի։ Իհարկե ասաց, որ մենք էլ ենք անպայման միանալու, ոնց էլ լինի։ Մասնա ամբողջ այս բանի դետալները, որ Ռուսաստանը դեռ չնայած ինքը ասաց, որ նա էլ է մտնել այդտեղ, sense մի տեսակ։ Ես ինչքան նայեցի, Ռուսաստանը դեռ պատասխան չի տվել, դեռևս իբրև թե քննում են դետալներն են ուզում հասկանան, սա ինչ է նշանակում։ Իսկ դետալները իհարկե պարզ չի, մենակ մի բան է պարզ, որ ի տարբերություն ուրեմն ՄԱԿ-ի ապահովության խորհրդի, որտեղ այդ 5 երկրները վետոյի իրավունք ունեն, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա եւ Բրիտանիա եւ այստեղ մենակ ինքն է ունենալու վետոյի իրավունք։ Ոնց որ sense մի հատ բան կա, այսինքն դեռ կտեսնենք ոնց է գնում, դա շատ բան չեն ասում դրա մասին։